Ողջույն ձեզ, ողջունում եմ Տեր Հիսուսի անունով, Ժժվի կողքինիդ ողջունի նրան ասա ուրախ եմ, որ այսօր այստեղ ինձ հետ ես և ինչպես որ Դավիթը ասեց, վճարեցիր գինը և որոշեցիր լինել այս սարավոտ այստեղ, որպեսզի մենք միասին փառք տանք Տիրոջը, ամեն, Հարկ Հիսուսին։ Օրհնյալա Տերը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը, որ մեզ օրհնեց այս առավոտ լինելու միասին։ Սիրո մի քաղցր ջերմություն կա, որ ձեզանից հիմա գալիս է, Տեր օրհնի ձեզ և մենք այստեղ ենք հավաքվել, որպեսզի ամբողջ փառքը տալով Տիրոջը, ասենք թե ինչքան հրաշալի է ինքը։ Եվ ուզում եմ քեզ մի բան ասել, որ դու սա ավելի քո սրտի մեջ դնես։ Մեր մեջ ամենակարևորը նա է։ Մեր մեջ ամենակարևորը նա է։ Աստված չի երևում, բայց երևում են նրա գործերը։ Քանի մարդիկ այստեղ որ տեսել Աստծո գործը իր կյանքի մեջ։ Ամեն։ Ես տեսել եմ Աստծո գործը իմ կյանքի մեջ։ Եվ այդ գործերը տեսնելով մենք ուզում ենք այսպես մի սքանչելի բուկետ հատետ սարքենք ու ամբողջ փառքը տանք Տիրոջը։ Դու համաձայն ես։ Ձեզ եմ բերել ողջույնները Հայաստանի ջերմ ողջույնները բոլոր եղբայրներ քույրերից եւ վերապատվելի Ռաֆայել Գրիգորյանի ողջույնը կարդաց Լևոնեֆարը եւ ուզում եմ ասել թե ինչքան սիրում ենք ձեզ, ինչքան աղոթում են ձեզ համար, բոլոր նրանց համար, ովքեր դրսում են, Հայաստանից դուրս են, չնայած հիմա արդեն Հայաստանն են սփյուռք անվանում, այնքան հայերը շատ են դրսում, արդեն Հայաստանն են սփյուռք անվանում, չեմ ուզում անվանել ձեզ սփյուռք, դուք իմ եղբայրներ քույրերն եք, որ կարողանում եք օտարության մեջ հավատալ Տիրոջը, վերցնել ավետարանը եւ ավետարանի լույսը փոխանցել մարդկանց հայերի մեջ եւ ոչ միայն հայերի մեջ, այլ նաեւ այն ազգի մեջ, որտեղ ապրում եք եւ ոչ միայն այդ ազգի մեջ, այլ նաեւ նրանց համար, ովքեր տարբեր ազգեր կան, նրանց համար, ովքեր ապրում են այս քաղաքի մեջ եւ նրա տարածաշրջանում։ Թող Աստված բոլորիդ օրհնի եւ ես էլ օրհնում եմ ձեզ բոլորիդ, շնորհակալություն Դավիթ եղբորը հյուրընկալելու համար ու թող Աստված առատորեն օրհնի եւ զորացնի, քանի որ ես պիտի ծառայության մասը ավարտելուց հետո, քանի որ պիտի դուրս գամ եւ ուրիշ տեղ ծառայություն անելու համար պիտի գնամ, խոսքի բաժնի մեջ, որ կծառայի ձեզ իմ սքանչելի արտակ եղբայրը, որ մենք տարիներ մեծացել ենք իրար հետ, մենք միասին ծառայել ենք իրար հետ եւ ես նրան շատ սիրում եմ, Տեր օրհնի եւ օրհնում եմ քո խոսքը, սիրելի աղբերս, որ Սուրբ Հոգու համոզիչ զորությունով լինի եւ Աստծո գործը իրականանա մեր կյանքի մեջ։ Բայց նախապես ուզում եմ հարց տալ. կան այստեղ մարդիկ, որ առաջի անգամ են նկատի ունենալով, որ ընդհանրապես չեն մասնակցել եկեղեցական հավաքույթների։ Խնդրում եմ, եթե հնարավոր է ձեր բարձրացնես։ Ոչ թե ուրիշ եկեղեցուց ես եկել կամ առաջի անգամ այստեղ ինչ-որ պաշտամունք ես մասնակցում, այլ հենց առաջի անգամ կամ երկրորդ անգամ ես եկել, խնդրում եմ ձեր բարձրացնել։ Եթե դու այստեղ ես, ափսոս, որ չկա։ Արտակը վերջում, ուրա, ձեր, երորդ, ապաշխարության աղոթքն արել եք։ Ահա, Արտակ եղբայր, վերջում գործ ունենք միասին։ Ինչա ձեր անունը։ Արաքսիա։ Խնդրում եմ ծափահարեք Արաքսիայի համար։ Թող Աստված օրհնի ձեզ։ Եվ ես էլ օրհնում եմ ու խնդրում եմ Տիրոջ ներկայությունը, որ բոլորի սրտի։ Ամեն։ Ողջույնիդ ասա Տերը քաղցր է։ Ամեն։ Ամեն։ Հալելույա։ Ուրախ եմ շատ հրաշալի քուրերս վավ։ Տեր օրհնի ձեզ, եղբայրներին մի բան ասեցի, որ ուղղակի շատ լավ զգացի ինձ ձեր փառավարության ժամանակ եւ շատս հասկացան, որ լիաթոք կարողանում են փառամանել Տիրոջը։ Չէ՞ Դավիթ ջան, հալելույա։ Օրհնյալ է Տիրոջ անունը։ Ամեն։ Մենք ես ոնց որ տեսնում եմ, որ ժամանակ չունեք, ժամանակ չունեք հաստատ, չէ՞։ Մի հատ ինչ-որ բան։ Մենք ժամանակի հետ չենք գնում, չէ՞։ Քանից եք ժամանակի հետ գնում։ Գիտես, էս է մոդա։ Էս են հիմա հատում։ Ժամանակները կրկնվող են, քայլիշ Տիրոջ հետ։
Քայլիր Հիսուսի հետ։ Ամեն։ Հուսով եմ, որ Աստծո ներման շնորհքը հիմա քո վրա կա եւ ներողամտությամբ եւ ըմբռնում ես մոտենում ամեն բաներին, ինչ որ քո աչքի մի թեթև թերի կթվա,
Հոգին ասա շատ չներվես, ամեն ինչ լավ ալնենք։ Բայց այս երկերի շարանը մենք միասին ոտքի վրա պիտի Տիրոջը փառնանք։ Ամեն։ Իսուս կյանքը
հաճելի է ասում, համը տեսեք, ճաշակեցեք, որովհետև Տերը քաղցր է։ Ամեն, համեցեք նստեք։ Հալելույա։ Տերը զորավոր Աստված է։ Ես ուզում եմ Սուրբ Գրքից ընդհանրապես մի բան ասել։ Դա գրված է Եփեսացիս 5:20-ի մեջ։ Նո 19:20։ Եփեսացիս 19:25, 3-րդ գլուխ 19:20։ Այս առավոտ ես ուզում եմ, որ այս բանալին մեր ձեռքերի մեջ լինի։ Այս բանալու անունը կոչվում է գոհության աղոթք։ Գոհության աղոթք։ Հետ ինչ կարա անի գոհության աղոթքը։ Շատ բան։ Գոհության աղոթքի մեջ մեծ զորություն կա, մեծ ուժ կա և պատասխան կա։ Գոհության աղոթք։ Խոսելով ձեր մեջ սաղմոսներով և օրհնություններով և հոգևոր երգերով, երգեցեք ու սաղմոսեցեք ձեր սրտերում Տիրոջը։ Լավ, շատ լավ, երգեցեք, ուրախացեք, խոսացեք իրար հետ սաղմոսներով, հալելույա, փառք Տիրոջը, ամեն ժամանակ, ամեն բանի համար, գոհացեք Աստվածանից և հորից մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ասա, ամեն ժամանակ, ամեն բանի համար։ Ես քեզ ճիշտ հասկացա, դու ասեցիր ամեն ժամանակ, ամեն բանի համար։ Շատ լավ։ Ամեն ժամանակ և ամեն բանի համար։ Այ ախպեր, բա ես էլ մտածում էի, երբ որ գործերս լավ է այդ ժամանակ պիտի գոհանամ Աստծուց։ Երբ որ տան բարձը հասցրեցի տամ, այդ ժամանակ պետք է գոհանամ Աստծուց։ Երբ որ բրիգադիրը փողերը աշխատավարձերը արդեն տալիս է, այդ ժամանակ պիտի գոհանամ Աստծուց։ Երբ որ ավտոս խոդում եմ, խոդվում է, այդ ժամանակ պիտի գոհանամ Աստծուց։ Երբ որ փեջերը վառում եմ, տաքացնում այդ ժամանակ պիտի գոհանամ Աստծուց։ Երբ որ աչքերս բացում եմ ու առավոտ կանուխ կինս կամ ամուսինս սուրճ ա բերում, այդ ժամանակ պետք է գոհանամ Աստծուց։ Որ վեր եմ գնում, հաց եմ ուտում, կշտանում եմ, ասում եմ, օ, գոհանում եմ քեզանից Տեր։ Սուրբ Գիրքը ասում է ամեն ժամանակ։ Ցավոք սրտի այդ ժամանակները տարբեր է լինում մեր կյանքերի մեջ եւ ոչ մեկ չի կարա հերքի։ Ոչ մեկ չի կարա ասի, չէ ախպեր, իմ կյանքի մեջ է սենց է, այնց է։ Չէ։ Բոլորս էլ ունենում ենք մեր կյանքի կրիզիսները։ Բոլորս էլ ունենում ենք մեր կյանքի նվազ օրերը։ Բոլորիս մոտ էլ ստացվում է, երբ որ ծորակը բացում ես, գրանը բացում ես, ջուրը չի գալիս։ Մտնում ես լողանալու, տակ ջուրը գնաց։ Գնում ես աշխատավարձը ստանալու, մեկ էլ ասում են, պահում են արել, կտրել են աշխատավարձից։ Նոմա։ Խազայնը գալիս է տանից հանում է ժամանակի շուտ։ Չէ, նենց հարազատ բաներ եմ ասում, թե մենակ ես, ու մեկ սենց խանում եմ, ես խոսում։ Ու ես տես խոսում եմ։ Տեսակ մի օքեի խոս։ Մենք ուզում ենք իրականությանը նայել իրական աչքերով։ Կա այդ ամեն ինչը։ Մեր կյանքերի մեջ լինում են այդ պահերը, ժողովուրդ ջան։ Բոլորիս կյանքերի մեջ։ Բոլորիս կյանքերի մեջ։ Բայց Աստված մեզ խոսք ունի տված։ Խոսք։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացիր։ Ամեն։ Եվ ինչ է նշանակում սա։ Քանի որ իմ ժամանակը շատ կարճ է, ես ուզում եմ արագ անցնեմ։ 7 տարի մենք երեխա չենք ունեցել։ Ես հավատքի մեջ եմ եղել։ Ես աղոթել եմ,
ուրիշները ունեցել են, ուրիշները պատասխան են ունեցել, բայց չպատասխանված աղոթքը կրծել է, կերել է իմ կյանքը։ Տրտունջի աղոթքը կերել ու կրծել է իմ կյանքը։ 7 տարի շարունակ ես տեսնում եմ ուրիշները պատասխան են ստանում իմ միջոցով, բայց ես կարիքի մեջ եմ ու այդ պատասխանը չունեմ, ու ես ասում եմ, «Ո Տեր Աստված, մի խնայ ինձանից»։ Թույլ տուր զգամ այն հայրական զգացմունքները, որը որ դու զգացիր իմ հասցեին, ալով Հիսուս Քրիստոսին, որի միջոցով դառնում էր երկնային հայրը։ Ունենում են, տանում են գցում են աղբամանները, և տարեկան ստատիստիկայով հազարավոր ապորտներ է կատարվում, մարշում է ինվերսը, իսկ ես խնդիր ունեմ, երեխա չունեմ, և ասում եմ, ով Աստված, խնդրում եմ, սասենց, նանենց, ես մեկը նենց, Աստված մոտեցավ ինձ, լավ, քաղցր որ տարի, ասավ, լալես, մաքրի արջքերի դարձունքները, ու սրտի տրտունջը, մի կողմ տար, ու սկսիր կոհանալ ինձանից, որ ես արդեն տվել եմ քեզ, դու ինձ արդեն տվել ես, ես գիտեմ, որ դու ինձ արդեն Հիսուսին ես տվել, բայց որ դու ինձ, ասեմ, որ մեզ տվայս անուն Դավիթ է, դու ինձ Հիսուսին ես տվել, բայց դու ինձ Դավիթին էլ վեր չես տվել, ասավ գոհացիր, և մի լավ քաղցր տեղ կա Սուրբ Գրքի մեջ, երբ որ նոյին հիշում եք չէ, նոյ Նահապետրին, ես ուղղակի արագ իմացնում ես թեմայի վրայով և խոսքի բաժինը մեր սքանչելի արտագաղբերը կկիսվի, նոյը, երբ որ պատուհանը բացեց, ահա որ բաներ էր կատարում նոյի 4 կողմը, ջրերը բարձրացել էին, սարերը ծածկել էին, գլուխները ծածկել էին, ամեն բան ծածկվել ու կարծես ոչինչ չէր երևում, այն ինչ որ քո աչքին տեսանելի է միշտեղելու բնական ա եղել, այլևս կտրվել է քո աչքից, այլևս մնացել ես, ասում մնացել էր Նոյը ու իր նման մի քանի հոգի տապանի մեջ։ Սողունները անգամ երկրի ջնջվել էին, մեկ պահ եղնում ասում ես, այ մարդ սրան չեմ սիրում, բայց գնամ տենամ կարող է ինչ-որ մի բան ինձ խորհուրդ տա, մի բան ասի, այն էլ չկա, կտրվել է։ Այդ հոտերի մեջ, նոյը, այդ զզվելի այդ բաների մեջ, այդ ճղոց վրջոցների մեջ, այդ կենթանիների, վայ, տապանի մեջ, խոսքը ունի, բայց ալիքները խփում են տապանին նոյզի ծովային հիվանդություն գոյություն, նա նստել եք ինչ-որ մեկը, հենց հիվանդություն գոյություն ունի, որ նավի մեջ շատ վատ մարդը տանում իրան, այդ վիճակը, ու ես հստակ եմ, որ նոյն էլ արդեն այդ տարիքի մեջ ասում էր, այդ մարդ ես ինչ անեմ Աստված ես, իմ գլուխն ես ինչ բերեց ես տարիքից, վայ, իմ ինչին էր պետք այմ հարդ, ես նա երևի մտածում էր, ասում էր, ես էլ են մարդկանց նմանը նեի, ինչ կորչեի, գնայի, ես ինչ տանջվեցի, խոսքս տացել եմ, Աստված ասել է, ես ինչ եղավ, ես ոնց եղավ, ու դրա հարապացույցն էր, երբ որ պատուհանը բացեց, ինչ արեց, ակրավին ուղարկեց, նոյ, Եկամ մարդես, դու չգիտես, որ, ախր գիտի է, դու չգիտես, որ ակրավն ու աղավին տարբեր թրջունքներ են, հենց հնարավոր չէ հենց առաջին դրությունը աղավն ունա, չէ, նոյը պիտի կրկռոց ուղարկներ, կրկռան մի բան էր ուղարկում երկինք, պատուհանը բացել է աղոտքի նշանն է, շոյք Դանիելը պատուհանները բացում էր դեպի Եսայիա աղոթում էր, նոյը բացել է պատուհանը ու ակրավին ուղարկել է, այս ինչի ասեց, այս ոնց պետք է լինի, այս սարերը արդեն ասված են, երբ պետք է սենց լինի, ակրավը գնաց, տրտունջի աղոթքը պատասխան չունի, նրանից մենակ կրկռոց է տալիս, նոյը իմաստություն ստացավ, Աստծուց, վերցրեց աղավնուն ուղարկեց, աղավնին գնաց ֆռած, հետ եկավ, երբ որ հետ եկավ, աղավնին հանգստություն բերեց նոյի կյանքի մեջ, սպասում բերեց, որտեղ Սուրբ Գիրքը ասում է նոյը 7 օրեր սպասեց, և ասում է քամին փչեց, և ջրերը նվազեցին, ու սարերի գլուխները սկսեցին երևալ, գոհության աղոթքի ժամանակ, գոհության պատարագի ժամանակ, քամին փչում է, և ջրերը նվազում են, ու պատասխանները սկսում են երևալ,
վերցրու բանալին, վերցրու գոհության աղոթքը, դադարիր տրտնջալուց, դադարիր բողոքելուց եւ դադարիր կներես ճակերտների մեջ ակրավայի այդ չգիտեմ ակրավին գիտեք չէ բոլոր ակրավոր ասում են բոլոր պատկերացնեք ինչ Ավ կենթանյա ինքն էլ շատ լավ բայց ակրավ հետո աղավնուն նորից ուղարկեց ու աղավնին ձիթենու տերևը եկավ նրա Երբ որ Սուրբ Հոգով գոհության պատարակը բարձրացնում է Տիրոջը յուղը գիտեք չէ՞ որ ձիթենուց յուղ էին հանում ոցման յուղը բերանին Սուրբ Հոգին իջնում Սիրելիս սկսիր աղոթել հոգով սկսիր աղոթել գոհությունով դուր Տիրոջը փառքը ամեն ինչի համար եւ ես սկսեցի Տիրոջը տալ փառքը կնոջս ասեցինք ձերքը դիր որովայնիդ վրա ու ասա Տեր գոհանում եմ Գոհանում եմ Տեր ես դրեցի որովայնից վրա Շնաց իմ մոտ էլ մի քիչ մեծ բայց Ինչ ինչ որ դու պատկերացնում եմ Ոչինչ չկար կնոջս մոտ Բայց նա դնում էր ասում էր գոհանում եմ քեզանից այն առու զավակի համար որ դու ինձ տալիս ես Փառք ես Հայր եւ նրա անունը պիտի լինի Դավիթ Ի պատիվ հրեաների թագավոր Մեսիլի Դավիթի Եվ սա քանի գնաց կապանքները քանդեց քանի գնաց յուղը կաթացրեց այդ զամոկների վրա ու այդ կապանքները ընկան եւ հենց նույն ամիս մենք իմացանք որ երեխա կունենանք Հալելույա Տիրոջը փառք Ես հիմա ունեմ երկու տղա նրանք 10-13 տարեկան են Դավիթը 13 Նարեկը 10 տարեկան եւ ես աղոթում եմ նրանց համար դուրս եմ եկել Հայաստանից աղոթում եմ նրանց համար եւ նրանց է խնդրել եմ որ աղոթեն ինձ համար Տեր օրհնի Ես քեզ ասում եմ բանալի, ես քեզ ասում եմ փաստ, կատարված, մեր Աստված չի երևում, բայց երևում է նրա գործերը։ Եվ քո կողքինը հենց նրա գործն է, որ նստած է քո կողքին։ Աստված չի երևում, բայց երևում է նրա ձեռքի գործը, որ դու հրաշքի պես ես նրա ձեռքի մեջ։ Ապրես Քրիստոս։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար։ Մեքենաս խորացան դարան։ Խափեցին էլի սենց ասել։ Ասացին փողը կտանք ու չտվեցին, դե թե ծննում է, չէ գիտեք, աշխարհի մեջ։ Երկրորդ փորձությունը։ Մի բան, որ ինձ Աստված էլ օրհնել։ Աստված ուղղակի օրհնել էր։ Հիմա ես էլի կարիք ունեմ ձեռքերս բարձրացնեմ երկինք ու ասեմ գոհանում եմ քեզանից։ Որ դու իրավիճակների վրա տիրում ես։ Որ դու գիտես ամեն բան։ Եվ դու ես օրհնողը։ Եթե դու օրհնես, ոչ մեկ չկա որ քեզ հանգարի։ Եթե դու փակես, ոչ մեկ չկա որ բացի։ Եվ եթե դու բացես, ոչ մեկ չկա որ կփակի։ Եվ Սուրբ Գիրքը Դանիելի մեջ ասում է. Աստված իր ուզածի պես անում է երկնքի զորքով եւ երկրի բնակիչներով, ու մեկը չկա, որ նրա ձեռքի խփի ու ասի. Ինչ ես անում։ Մեր Աստվածը մի զորավոր Տեր է եւ նրան լինի փառքը, պատիվը եւ զորությունը։ Մենք այստեղ հավաքվել ենք նրա անունը մեծարելու, նրա անունը փառավորելու, որովհետեւ նա միայն արժան է Հավիտյանս Հավիտենից։ Ասա ամեն։ Դուր Տիրոջը փառքը, խոցափառությունը։ Հիսուս Քրիստոսի կենթանի Աստվածը։ Երանի հոգով աղքատներին, ուր է մեր միացնողը։ Երանի, ուրա, լսել ես, երանի, գնացինք Երանի քեզ, այո Պիտի պատմեմ աշխարհին Այս երգը գրել է Երջանկա Հիշատակ, իմ մանեկ հուրիկս Որը 30 տարեկանում ուղղակի ննջեց Ուղղակի մահացավ, ծննդաբերության ժամանակ նրա սիրտը դարել էր փալասի նման Եվ նա 10%-անոց սրտով ընդամենը 3 տարի ապրեց հրաշքով Եվ երբ որ նա այս երգը ուղարկեց ինձ խնդրելով որ ձայնագրեք Ես ճիշտ է չհասցրեցի նրա համար այս անեմ, բայց ես հավատում եմ, որ քանի դեռ մարդու գործը կա, Թումանյան ասում է մարդու գործն է, չէ՞ միշտ անում Նրա ամուսինը վերջերս Facebook-յան էջի մեջ գրել էր, որ մանեն այլևս չկա Նա մեզ հետ չի եւ ես պատասխանեցի, ասացի չէ Քանի դեռ երգում եմ նրա երգը, քանի որ երգում եմ նրա սրտի պատգամը, նա դեռևս ապրում է երգի վրա։ Մինչև այն օրը, երբ մենք կմիանանք բոլորս միասին Տիրոջը, ամեն։ Գիտես չէ՞ որ հավիտենական չես երգի վրա։ Ու չգիտես այստեղից դուրս գալուց հետո ինչ կպատահի քեզ հետ։
քանի որ ժամանակ ունես Տիրոջը փառք տուր։ Ամեն։ Հալելույա։ Գնացի։ Պիտի պատմեմ աշխարհին, ով է միակ Սուրբ Բարին, Տեր Հիսուսն է, որ կործանել չարին, ամեն բան այս երկրի վրա, պատկանում է միայն նրանից է, նրանով է ու Եվ հաջորդ երգը, որ ուզում եմ միասին երգենք, մանկության երազանք։ Մանկության երազանք, երկնային իմ քաղաք, ո Երուսաղեմ, Երուսաղեմ։
հեռավոր այն երկնում ու սուրբերն են միշտ հավաքվում, ուր սիրո խոսքեր են միշտ խոսվում, ես միայն այնտեղ եմ ձգտում։ Ամեն։
Աստծուն, փառք նրա մեծ անվանը, փառք նրա զորավոր անվանը, մենք հավաքվել ենք նրա համար ու նրա փառքի համար։ Փառք Տիրոջ։ Խնդրում եմ զբաղեցրեք ձեր տեղերը, եղբայրներ, քույրեր։ Երանին թե հասկանանք, թե ինչքան մեծ կարևորություն ունի այսօր մեր հավաքվելը եւ ամեն կիրակի, երբ որ գալիս ենք Տիրոջ տուն։ Ակամայից ես հիշեցի մի պատմություն, որ տարիներ առաջ տեղի էր ունեցել մեր եկեղեցում։ Մի եղբայր ունեի, որը շատ սիրում էր բացակայել կիրակի օրերը։ Եվ գրեթե ամբողջ ամսվա ընթացքում մեկ կիրակի չէր եղնում, որ այդ եղբայրը գար ժողով։ Ես անընդհատ խոսում եմ, ասում եմ, եղբայր ջան, խնդրում եմ քեզ, մի բացակայ։ Բայց միևնույն էր ինքը պատճառներ էր բերում, որովհետև աշխատում էր եւ ամեն կիրակի բացակայում էր։ Մի օր հումոր արեցի, կատակի ձևով էսպես ասեցի իրան։ Իր անունը Ռաֆիկ էր, ասեցի Ռաֆիկ, ուշադիր լսի ինչ եմ ասում։ Մի օր կիրակի օրը դու կզարթնես եւ կորոշես գաս եկեղեցի։ Կգաս եկեղեցի, կտեսնես, որ եկեղեցու դռները փակ են եւ կողպեկը գծված է եւ այդ օրը ժողով չկա եկեղեցում։ Գիտես ինչու՞։ Ասեց ինչու։ Որովհետեւ եկեղեցին հափշտակված կլինի ու դու կմնաս երկրի վրա։ Եվ բոլորը ժպտացին, ուրախացանք, հասկացանք, որ իհարկե դա հումոր էր, եւ մի օր այս Ռաֆիկ եղբայրս առավոտը զարթնում է եւ որոշում է գա եկեղեցի։ Գիտեք այն ժամանակ, երբ որ այն ժամանակ է ուզում գա եկեղեցի, որ գրաֆիկը փոխել են, կիրակի օրվա ժողովը գցել են շաբաթ օրը։ Եվ ինքը քանի որ չի մասնակցում, տեղյակ է չի գրաֆիկից։ Եվ գիտեք այդ ձևի մարդիկ, երբ որ ուզում են գնալ եկեղեցի, նրանք չեն հասկանում, որ արգել չկա, որովհետև սատանան չի արգելում, ասում գնա, խնդրեմ, որովհետև այդ օրը ժողով չկա։ Այս եղբայրը գալիս է, բարձրանում աստիճաններով երկրորդ հարկ, եկեղեցու շենքի դուռը տեսնում է փակ։ Նայում է ժամին, գիտի որ ժողով այդ ժամին կա, տեսնում է զամոկը գցած եւ հիշում է իմ խոսքերս։ Եկեղեցին ուրեմն հափշտակվեց, ես մնացի։ Լավ, ինչ անեմ, մտածում է ինքը, ասում է գնամ հովվի տուն, տեսնենք, եթե ինքը տանը չի, տնեցիները տանը չեն, ուրեմն իրոք հափշտակությունն եղել է։ Ըստ իրա ես էի չափանիշը, սուրբ լինելու։ Եվ ինքը կենտրոնական փողոցով ասում ասենց գալիս եմ, մեկ է տեսնում եմ մի հատ քույրիկ, ասում եմ սա էլ մնաց, էլի գնում եմ սենց քրդմած, գալիս է չեմ հիշում տղաս թե աղջիկս, դրսում են ասում է պապա տունն է, ասում է այո, ասում է սիրտս կեղմենավ, թաշկինակը հանեց սենց քրդինքը սրտեց, ես մոտեց ասում ինչ կա Ռաֆիկ ջան, ես համեց է, ինչ խաբար, ինչի ես եկել, և սկսեց պատմել, ասում է երբ որ ես տեսա դուրը փակ, վախեցա որ ես երկրի վրա մնացի։ Եղբայրներ քույրեր, երանի թե հասկանանք, թե ինչքան մեծ կարևորություն կա Աստծո տանը լինելու։ Երանի թե գնահատենք այդ մեծ արժեք, երանի թե հասկանանք, թե ով ունենք մենք այս երկրի վրա։ Եղբայրներից շատերն են այսպեսի այս խոսքը բերում, ասում մարդիկ ինքան չնչին բաների վրա են ուրախանում։ Եվ այդ ուրախությունը ինքան մեծ են արտահայտում, որ ապշիր կարելի է։ Ես ինքս ֆուտբոլ չեմ սիրում։ Փոքր վաղտս խաղացել եմ, բայց հիմա չեմ սիրում։ Աշխարհը այսօր տարված է ֆուտբոլով։ Ֆուտբոլ սիրելը չեմ կարծում, որ վատ բան։ Մարդիկ խաղում են, շատերը հետաքրքիր նայում են, սակայն տեսեք ինչքան տարական բան։ Այս փոքրիկ գնդակը հայտնվում է 3 այսպիսի ձողերի արանքը եւ հազարավոր մարդիկ վեր են ցատկում եւ ուրախանում են, գոչում են խելագարի պես։ Եվ եթե իրանց սիրած թիմը պարտվում է, նրանք սկսում են տրտմել, կռվել ընտանիքի անդամների հետ։ Իմ քույրս 2 տղա ունի։ Մեկը սիրում է մի թիմ ֆուտբոլի, մեկը մյուս։ Քույրս ասում է, երբ որ
Այս երկու թիմը խաղում են, ես գնում եմ մեջտեղներն եմ նստում։ Որ չկրվեմ, որովհետև կրվում եմ։ Մարդիկ փոքր բաների համար այնքան մեծ արձագանք են տալիս։ Բայց դու եւ ես ունենք հավիտենական կյանք, ունենք փրկություն Հիսուս Քրիստոսի միջոցով, նրա արյան միջոցով ունես հավիտենական կյանք, գոչիր ու աղագիր փառք ես տեր։ Այնպեսի խանդավառվածությամբ, որ որևէ մի անհավատ չի գոչել այդպես իր ֆուտբոլի ժամանակ։ Ես ուզում եմ, որ դու հիմա կանգնես քո ոտքերի վրա, կանգնիր, խնդրում եմ եղբայրս քույրս։ Ես ուզում եմ, որ երբ շախումը կանգնեն այստեղ մի փառաբանության այնպիսի երկ բարձրացնենք Տիրոջը, որ իսկապես սատանան զարհուրի, վախենա այդ հզոր Աստծո զավակների գոչումից ու փառաբանությունից։ Դուր Տիրոջ այնպիսի փառք։ Գիտեք, շատ ամոթ է լինել հավատացյալ եւ Աստծուն չփառավորել, չիմանալ փառավորել։ Դու տասնյակ տարիներ կարող եք գաս եկեղեցի, տեսել եմ այդպիսի մարդիկ, որոնք Տիրոջը չեն կարող երկրպագեն, մեծանեն, գովեն նրա մեծանունը, սա մեծ ամոթ է Աստծո ժողովրդի համար։ Դու Տիրոջ այդպիսի մի փառք ես երկի միջոցով։ Ես չգիտեմ դուք ինչ երթ եք երկելու, քույրերս, բայց բերենք մենք միանանք։ Թող դալիճում չլինի մեկը, որ ավելի պակաս փառաբանի, քան այստեղ կանգնած փառաբանող քույրերը։ Դուք նախանձավոր եղեք, որ Տիրոջը ավելի լավ եք փառավորելու, քան այստեղ կանգնածները։ Ամեն։ Մի քնայիք ով ձայնը, մի ալարի, դու Տիրոջը փառք, մեծարի նրա գործերի համար։ Հալելույա, հալելույա, հարցասակ ձայն, հալելույա։ Aleluia,
եղբայրներ քույրեր։ Տիրոջը փառաբանելը, Տիրոջը մեծարելը դա մեր ամեն օրվա խնդիրն է, Աստծուն մեծարելը ամեն օրվա եւ ինչու՞ չէ ամեն վայրկյան կարողանանք մեծարել ու փառավորել Տիրոջը։ Ասեմ մի բան քեզ, եղբայրս քույրս, եթե երկրի վրա քեզ համար հաճելի չի այն ինչ որ դու հիմա կատարվում է, փառաբանությունը ու երկրպագությունը, ասեմ քեզ, որ երկնքում քեզ համար հեչ լավ չի եղել։ Քեզ դուր չի գա երկինքը, որովհետև այնտեղ բոլոր ժամանակ, ամբողջ ժամանակ դրանով ենք զբաղված լինելու։ Տիրոջը մեծարելու ենք ու իր փառքը վայելելու ենք։ Եվ հայտնության գրքում ասում է, որ կանգնած ու ասում են սուրբ, սուրբ, սուրբ ես Տեր։ Եվ երկնքում մեր զբաղմունքը, գիտեք, աշխատանքի չեն գնալու, աշխատանքից տուն չեն գալու։ Մեր զբաղմունքը մենակ Տիրոջը մեծարելն է, ինչ լավ գործ է, չէ։ Կուզեի չաշխատեր առավոտից իրիկուն Տիրոջը փառքն է, ինչ սքանչելի բան է։ Ասեմ ձեզ, ես քարոզել սիրում եմ, բայց ավելի շատ սիրում եմ երկրպագել։ Երբ որ պահը գալիս է, որ ես պետք է քարոզեմ, ասում եմ, Տեր ինչի կտրվեց երկրպագությունը, ախր ես ավելի շատ եմ սիրում քեզ երկրպագել, քան խոսքը քարոզել, որովհետև երկրպագությունը մեզ երկնքում է լավ։ Ամեն։ Ամեն։ Այն եկեղեցին է ուժեղ, այն եկեղեցին է զորավոր, այն հավատացյալն է ուժեղ ամուր կանգնած, որը ամեն վիճակի մեջ գիտի գոհանալ Աստծուց ու փառավորել։ Ուզում ես ուժեղ եղնես, դժվարություններ ունես, ինչ խնդիրներ որ ունես, այո, Աստված գիտի դրա մասին։ Թող քո սիրտը չփակվի, քո դժվարությունը ավելի մեծ չի, քան Աստված։ Քո խնդրումը, քո պարտքը ավելի մեծ չի, քան երկնքի Աստված։ Նա կարող է լուծել քո խնդիրը, քո խնդրումը, քո հիվանդությունը։ Հավատում ես դու սրան։ Եթե դու սրան չես հավատում, դու վիրավորում ես Աստծուն։ Դու ցածրացնում ես նրա անունը։ Նա ավելի մեծ է, քան որևէ բան, որ կարող է պատահել մեր կյանքի մեջ։ Եղբայրներ քույրեր, ես ուզում եմ անդրադառնալ Աստծո խոսքին այն համարի շուրջ, որի շուրջ կիսվելու եմ ձեզ հետ։ Այս համարները, որ ես կարդալու եմ, գրված է Հովհաննեսի ավետարանի մեջ, առաջին գլխի 23-ից մինչև 27-րդ համարն եմ կարդալու։ Այս խոսքերը արտաբերեց Հովհաննես Մկրտիչը, երբ որ իրեն մոտեցել են եւ ասում են, ով ես դու։ Հովհաննես Մկրտիչը սկսել էր մի ծառայություն, որ ամբողջ Հրեաստանը ցնցված էր, եւ իրանց մոտ մի խնդիր կար, մի հարց կար, ով է այս մարդը, ինքը ինչ ասում իր համար։ Եվ փարիսեցիներ, սադուկեցիներ մոտեցան ու ասեցին, Հովհաննես, ասա քեզ համար, ով ես դու։ Ինչպես հասկանամ, ով ես դու, հոարածը ինչպես հասկանամ, որովհետև Հովհաննես Մկրտիչը ինքը անապատի մեջ քարոզում էր ապաշխարության խոսքեր եւ ովքեր որ ապաշխարում էին մկրտում էր նրանց։ Եվ Հովհաննես Մկրտիչը պատասխանում է այսպիսի խոսքերով, 23-րդ համարից եմ կարդում։ Ես եմ անապատում կանչողի ձայնը, թե ուղեցեք Տիրոջ ճանապարհը, ինչպես Եսայի մարգարեն ասեց։ Եվ ուղարկվածներիցը փարիսեցիներ էին, եւ նրան հարցրեցին եւ ասեցին, ապա ինչու ես մկրտում, եթե դու ոչ Քրիստոսն ես, եւ ոչ Եղիան, եւ ոչ մարգարե։ Եվ ոչ մարգարե։ Հովհաննեսը պատասխանեց նրան եւ ասեց. Ես ջրով եմ մկրտում, բայց ձեր մեջ կա մեկը, որին դուք չգիտեք։ Նա ինձանից հետո
Նա է ինձանից հետո եկողը, որ ինձանից առաջ եղավ, որ ես արժանի չեմ նրա կոշիկների կապը արձակելու։ Ես ուզում եմ քո ուշադրությունը դարձնես այս խոսքի վրա։ Եվ ես ամբողջ իմ քարոզը կառուցելու եմ այս խոսքի վրա, բայց ձեր մեջ կա մեկը, որ դուք չեք ճանաչում։ Հրեաները մարդ էին ուղարկել, սադուկեցիներից, փարիսեցիներից, կրոնական մարդիկ մարդ էին ուղարկել եւ ասում են ով ես դու, ասա քո մասին։ Դու Քրիստոսն ես, ասում են ոչ։ Եղիան ես, ասում են ոչ։ Մարգարեներից որևէ մեկն ես, ասա ով ես դու։ Ասաց ես անապատի մեջ կանչողի ձայնն եմ։ Բայց այդ անապատի մեջ կանչողը ուրիշ է։ Ես միայն նրա ձայնն եմ։ Թող Աստված տա, որ այստեղ նստածներս ամեն մեկս լինենք այդ անապատի մեջ կանչողի ձայնը, որ կարողանանք մարդկանց հասցնել ավետարանի լուրը եւ ասել ուղեցեք ձեր ճանապարհները, որովհետեւ երկնքի թագավորությունը հասած արդեն։ Եվ ասեց մի հետաքրքիր խոսքեր, ասեց ձեր մեջ կա մեկը, որ դուք չեք ճանաչում։ Եղբայրս քույրս, ինչքանով ենք մենք ճանաչում Հիսուսին։ Խոսքի համաձայն գրված է, որ որտեղ 2-ից 3 հոգի հավաքված լինեն իմ համար, իմ անվանս համար ես այնտեղ եմ։ Դու հավատում ես, որ ինքը այստեղ է։ Մեր մեջ կա մեկը, որ միգուցե դու չես ճանաչում նրան։ Մեր շարքերով քայլում է մեկը, որ դու նրան չես ճանաչում։ Ես այս խոսքերը ուղղում եմ հատկապես նրանք, որոնք ովքեր առաջի անգամ են, կամ մի քանի անգամ են, կամ նրանք ամբողջ կյանքն են հաճախել եկեղեցի, բայց երբևիցե չեն ընծայվել ու նվիրվել Հիսուսին ու ասել Հիսուս, ես ուզում եմ ապրել քեզ համար։ Այսօր աշխարհի մեջ մեծ տագնապներ ատել ունեն։ Մենք տեսնում ենք, թե աշխարհը իր ցնցումներով ապրում, հատկապես Ռուսաստանը եւ ԱՊՀ երկրները, որոնք կախված են Ռուսաստանի հետ։ Մենք գիտենք, թե ինչպես է Ռուսաստանը կերակրում այդ երկրներին, ինչպես նաեւ Հայաստանին։ Շատ մարդիկ գալիս են, արտագաղթում են, աշխատում են եւ կարողանում են վաստակած գումարներով կերակրել իրենց ընտանիքներին, սակայն այսօր Ռուսաստանը անցնում է մեծ ցնցումների միջով եւ մարդիկ տագնապած են, շփոթված են եւ վաղվա օրվա համար հավատքով չեն կարողանում նայել, չգիտեն ինչ կա ապագայում, ինչու են շփոթված, որովհետեւ չգիտեն մեկին, որ իրանց մեջ է, որի անունն է Հիսուս։ Եթե մարդը չունի Հիսուս, նա չունի առօրյան, նա չունի ապագան, նա չի տեսնում այդ ապագան, որովհետև Հիսուսն է տալիս միայն հույսը եւ հավատքը ապագայի հանդեպ։ Մարգարեն ասում է, եթե թզենին չծաղկի, եթե ոչխարը ծաղ չտա, եթե արտերը վեր չտան, ոչինչ չեղնի, միևնույն է ես իմ Տիրոջը պետք է պաշտեմ, ինչու, որովհետև այն Տերը կարող է հատուցանել եւ տալ ամեն բան, որովհետև ես ունեմ Աստված։ Մետրոյի մեջ երեկ էր, ես երբ որ գալիս եմ եղբայրներին հանդիպելու, իմ առջև այնպես պատահեց, որ նստած էր մի մարդ, երբ որ ես նայեցի նրա գցած ցեպի, նրա հագուստին նայեցի եւ տեսա, որ նա սատանայապաշտ է։ Գլխարկն ուներ այսպես դրված, 666 գրված, մի ցեպ ուներ գցած եւ Քրիստոսի խաչը թարս կախած, այդպես են անում սատանայապաշտները։ Եվ սև հագուստներ ուներ ցեպերով այսպես եւ ականջակալներ էր դրել եւ ինչ որ երաժշտություն էր լսում, ես կարծում եմ, որ դա ծանր ռոք կլիներ, որովհետեւ նրանք սիրում են այդպիսի երաժշտություն լսել։ Ես նայում էի նրան ու ասում էի, Աստված իմ, կուզեմ տեսնել սրա աչքերը։
Բայց ինքը գլուխը կախ էր և մտորում էր, ես այդպես էլ չկարողացա տեսնել նրա աչքերը, ուզում էի տեսնել նրա աչքերը, նրա աչքերի մեջ նայել, ինչ անա հասկանում, ինչ անա տեսնում, այս աշխարհի մեջ ինչ անա գտել սատանայի մեջ, որ ուզում է ծառայել նրան։ Այսօր մարդիկ աշխարհի մեջ ապրելով կորցնում են իրանց հույսը, չեն կարողանում վաղվա օրվան տեսնել հավատքով, չեն կարողանում հույս ունենալ ապագայի հանդեպ։ Ինչու՞, որովհետև նրանք չունեն Հիսուսին։ Հիմա հասկանում ես ինչքան երջանիկ մարդ ես դու, որ գտնում ես Աստծո տան մեջ։ Մարդիկ ինքնասպանություն են գործում, հույս չունենալով։ Բայց մենք ունենք հույս և ավելին ունենք հավատք Աստծո վրա։ Մարդիկ հիվանդության մեջ են և չգիտեն, թե ինչպես կարող են ապաքինվել, որովհետև բժիշկները նրանց ասել են, որ ոչ մի հույս չկա, բայց կա մեկը, որ քո կողքն է, նրա անունն է Հիսուս Քրիստոս, որ նա կարող է բժշկել քեզ և նա այսօր կարող է անել այդ բանը։ Մարդիկ կան կապված են շատ կապանքներով, մեղքերի մեջ բռնված են և ուզում են գնալ Հիսուսին, բայց չի ստացվում, որովհետև չեն կարողանում ինքնուրույն հաղթահարել այդ մեղքին, բայց քո կողքին կա մեկը, որին դու չգիտես, նրա անունն է Հիսուս։ Գիտեք, բանը նրա մեջ չի, որ մենք քանի տարի ենք գալիս եկեղեցի, բանը նրա մեջ չի, որ մենք ջրով մկրտված ենք, թե չէ, և նրա մեջ չի անգամ, թե մենք Սուրբ Հոգով մկրտված ենք, թե ոչ։ Հարցը սրա մեջ է կայանում, դու Աստծո հետ մտերիմ ես, թե ոչ։ Դու կարողանում ես տեսնել նրա աչքերը ամեն օր։ Դու կարողանում ես որսալ նրա հայացքը, փնտրել նրա դեմքը, հաղորդակցվել սրա Աստծո հետ կարողանում ես, և սա է էականը մեր կյանքի մեջ։ Ես չգիտեմ այս վկայությունը ասել եմ ձեզ մոտ, թե չէ, բայց եղբայրներից պատմել եմ։ Մի քույրիկի, երբ որ հանդիմանեցի ու ասեցի, քույր ասեցի, ապաշխարի, որովհետև դատում ես քո հովին, մի հովի էր դատում, ասեցի, դատում ես այդ հովին, չես էլ ամաչում, 25 տարվա քույր ես, ասեցի, ես այն ժամանակ 10 տարվա էր, դե ավելի քիչ էր, չեմ հիշում, ավելի փոքր էր, ասեցի, 25 տարվա քույրիկ ես, հլը դատում ես, չես էլ ամաչում, գիտեք, երեցին հանդիմանեցի, որովհետև ուզում էր, համ դատում էր, համ էլ ուզում էր, ես այդ բամբասանքին մասնակցեմ, ասեցի, ստոպ, ես չեմ պատրաստում քեզ հետ մասնակցել, որովհետև դա մեղք է առաջինը և երկրորդը ամոթ քեզ, 25 տարվա քույր ես և դատում ես, և վիրավորվեց, գիտեք ինչ ասեց, ասեց, ով ասեց, որ ես 25 տարվա եմ, ես 40 տարվա եմ, ասեցի ավելի վատ քեզ համար, ուրեմն կես դար, գրեթե կես դար, լինես քրիստոնյա և տարական բաների մասին չիմանաս և չապաշխարես այդպիսի մեղքերից, կես դար, աղոթես Աստծուն, բայց չիմանաս ինչ բան է սրբություն, կես դար, քայլես, բայց քո կողքին չճանաչես Հիսուսին, սա մեծ ողբերգություն է, եղբայրս քույրս, մենք կարող է կես դար հավատացյալ լինենք, բայց ատենք մեր եղբորը, չսիրենք, մինչդեռ Աստծո խոսքն ասում է, ձեր կյանքը տվեք իրար համար, ինչպես Քրիստոսն էլ իր կյանքը ձեզ համար տվեց, սա է քրիստոնեությունը, Հիսուսն ասում է սիրեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի, սա է քրիստոնեությունը, սա մի բան է, որ աշխարհը ուզում է տեսնել մեր մեջ, և Հիսուսն ասեց, երբ որ սա կտեսնեն ձեր մեջ, կասեն, իրոք սրանք Հիսուսի աշակերտներն են։ Իսկ ձեզ հարց եմ տալի, եղբայրս քույրս, եթե չտեսնեն մեր մեջ ինչ կարող են ասել, պետք է ասեն սրանք աղանդավոր են, և ցավոք ասում են։ Հիսուսն ասեց, երբ որ կտեսնեն սերը,
միմյանց հանդեպ կասեն իրոք սրանք Քրիստոսի աշակերտներն են։ Ամեն։ Մեր մեջ կա մեկը, որ մենք չենք ճանաչում նրան, եղբայրներ քույրեր։ Մեր մեջ կա մեկը, որ սիրող է, որ ներող է, որ խոնարհ է։ Մեր մեջ կա մեկը, որ օտարականին ներս կառնի։ Մեր մեջ կա մեկը, որ կյանքը կարա դնի իր եղբայրների համար։ Մեր մեջ կա այդպիսի մեկը, որին մենք չենք ճանաչում։ Ես ուզում եմ կրկնել իմ խոսքերս։ Մենք կարիք ունենք հետ նայելու, վերանայելու մեր քրիստոնեական կյանքը, նայելու Աստծո խոսքի լույսի ներքո։ Եվ այն հատվածների մեջ, որտեղ մենք մեզ կբռնացնենք, երբեք չմտածենք, որ ոչ ոք չտեսավ, այո չտեսավ, բայց ինքը տեսար դա։ Բերենք Աստծո առաջ ու ասենք, Տեր փոխի ինձ։ Համաձայն ես ինձ հետ։ Ես կարծում եմ չեմ բռնանում քո կամքի վրա, բայց ասում եմ, որ այսպես է պահանջում Աստված։ Այսպես է պահանջում սրբությունը։ Գիտեք, ես ինձ շատ հաճախ եմ բռնացնում։ Այստեղից քարոզել եւ հոգեվոր կյանք ապրել այդքան հեշտ բան չի։ Ավելի պատասխանատու բան է։ Պողոս առաքյալն ասում է, ես քարոզում եմ ուրիշներին եւ իմ անձս ճնշում եմ, նվաճում եմ։ Որ ուրիշներին քարոզելուց հետո ես հանկարծ խոտերի չգտնվեմ, նույն բաները ես չանեմ։ Սա ավելի պատասխանատու բան է, երբ որ դու սկսում ես քարոզել։ Ինչու հաճախ մեր հարևանները դարձի չեն գալիս։ Ինչու հաճախ մեր ընտանիքի անդամները դարձի չեն գալիս։ Որովհետև նրանք ուզում են, ուղղակի ուզում են տեսնել Հիսուսին։ Շատ քրիստոնյաներ կարծում են, որ պետք է վկայելով ասում բերել մարդը։ Եղբայրներ քույրեր այսօր աշխարհը հոգնել է անգամ այդքան շատ ասելուց։ Փորձիր ապրես ավետարանը, ոչ թե ասես։ Քո շատ ասելով կարող ես ձանձրացնել մարդուն։ Փորձիր ապրել այդ խոսքերը եւ դու կգնաս քայլող ավետարան, ամեն։ Մեր մեջ կա իսկապես մեկը, որ մենք կարիք ունենք նրան տեսնելու, նրա հետ հանդիպելու, նրան լավ ճանաչելու։ Այո, դու ճանաչում ես, վերստին ծնված ես, դու ճանաչում ես, բայց քո ճանաչողության չափով փոխվել է քո կյանքը։ Գիտեք, Աստծո մարդկանցից մեկը այսպիսի խոսքեր ասում եւ ես խիստ համաձայն եմ սրա։ Այնքանով ես դու սուրբ, որքանով որ դու ճանաչում ես Աստծուն։ Մեր կյանքը փոխված է այնքանով, որքանով մենք մոտիկ ենք Աստծուն։ Ամեն, համաձայն ես սրա հետ, եթե համաձայն ես ասա ամեն։ Պարտիրոջը։ Այսօրվա իմ կոչն է, հատկապես նրանց, ովքեր որ նվիրում, միգուցե որոշում են, որ դե ես կնվիրվեմ Աստծուն, դե Տեր դու գիտես իմ սիրտը, դու գիտես, որ ես ուր եմ փախչելու քո ձեռքերից, դու գիտես, որ ես հավանում եմ եկեղեցին, հոգևոր կյանքը, ամեն ինչ հավանում եմ, այո Աստված դա տեսնում է, բայց Աստված ասում է, այսօր է փրկության օրը, վաղը կարող է չեղնի քեզ համարով։ Այսօր ընդունելու ժամանակը վաղը կարող է ուշ լինել։ Ով ասեց քեզ, որ դու երբ որ ուզես կարող ես ապաշխարել, այդպես չի ասում Սուրբ Գիրքը։ Սուրբ Գիրքն ասում է, որ Աստված երբ որ կսկսի գործել, հեթանոսների մեջ, երբ որ հեթանոսների թիմը կլարանա, Սուրբ Հոգին կդադարի հեթանոսներից եւ կսկսի հրեաների մեջ գործանել, եւ հրեաները դարձի կգան։ Ով ասում քեզ, որ դու կարող ես հասցնել ապաշխարել, երբ որ դու ցանկանաս, հիշի մի բան, որ ապաշխարությունը կատարում է այն ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին է մոտենում քեզ։ Սաղճում ես ու փշրվում ես Աստծո առաջ այն ժամանակ, երբ որ Սուրբ Հոգին է մոտենում քեզ։ Եվ Հիսուսն ասեց, երբ որ Սուրբ Հոգին կգա աշխարհին կհանդիմանի մեղքի համար։ Երբ որ Սուրբ Հոգին մոտենում է քեզ, հանդիմանում է մեղքի համար։ Եվ քեզանից չէ ապաշխարությունը, այլ Աստծո մոտենալուց է, քեզանից միայն կախված է համաձայնությունը, որ ասես այո եւ ամեն, ու գնաս Տիրոջ։
Շատերը մտածում են, որ կփոխվենք, այս բաներից, մեղքերից կապաշխարենք ու նոր կգնանք եկեղեցի։ Այդ դեպքում Հիսուս իզուր է։ Դու եթե այստեղ նստած ես ու մտածում ես, այս մեղքից էլ կապաշխարեմ, հետո կգնամ եկեղեցի, շփոթվում ես։ Դու հիմա ճիշտ տեղում ես, որ եկել ես եկեղեցի, որովհետև դու ինքնուրույն չես կարող ազատագրվես որևէ մեղքից, որովհետև կա մեկը քո մոտ, որ կարող է քեզ ազատագրել, նրա անունն է Հիսուս Քրիստոս։ Գիտեք, Աստծուն մոտենալու համար մի ճանապարհ կա, դա հավատքն է։ Դու այսօր այստեղ ես, որովհետև ունես այդ հավատքը։ Եվ գիտեք ոնց, Հիսուսը այսօր այս վայրի մեջ է, նրա Սուրբ Հոգին այս վայրի մեջ է։ Եթե քո հոգևոր աչքերը բացվի, դու կտեսնես, ոչ միայն Աստծուն կտեսնես, ես հավատում եմ, որ կտեսնես Աստծո հրեշտակներին, որոնք այս վայրի մեջ են։ Ինչու չտեսնում քո աչքերդ, որովհետև սա նյութեղեն է, սա ընդամենը մի մսից է կառուցված։ Եվ սա չի կարող տեսնել այն հոգևոր աշխարհը, որ կա մեր 4 բոլորը, բայց երբ որ Աստված քո հոգու աչքերը բացի եւ իմ հոգու աչքերը բացի, մենք կտեսնենք միգուցե մեծ զորք այստեղ կանած հրեշտակների բազմություն, որոնք եկել են այստեղ սպասավորելու, այստեղ ծառայելու, այստեղ պաշտպանելու, միգուցե եկել են ու սպասում են քեզ, որ դու ապաշխարես եւ իրանք մեծ ուրախություն ունենան այս վայրի մեջ։ Ինչ կարիք որ դու ունես, դրա պատասխանը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Բոլոր հարցերի, բոլոր խնդիրների լուծումը Հիսուս Քրիստոսի մեջ է։ Հաճախ մենք գիտենք ինչպես ենք անում, գալիս ենք եկեղեցի Տիրոջը պաշտում ենք, օրհնում ենք, երկրպագում ենք ու ճանապարհին երբ որ գնում ենք ու սկսում ենք մտածել մեր խնդիրների մասին։ Դե Տեր ջան եկանք, պաշտեցինք, երկեցինք, վերջացավ պաշտամունքը, սկսվեց ռեալ կյանքը, հիմա մտանք կյանք։ Այսպես չի։ Ռեալ կյանքի մեջ ինչ խնդիրներ ունես, դրա պատասխանը Հիսուսի մեջ է։ Երբ որ եկեղեցուց դուրս ես գալի, այդպես էլ մտի կյանք։ Ասա ալելույա քեզ Տեր, ամեն հարցի պատասխանը քո մեջ է։ Դու եկել ես, որպեսզի բոլոր խնդիրները լուծես։ Դու եկել ես, որ ամեն հարցերը պատասխան տաս։ Դու եկել ես Տեր ինձ համար, որ ինձ փրկես։ Կա արդյոք մեկը, որ ուզում է փրկվի այսօր։ Ես խոսքս չեմ ուզում ուղղել նրանց, որ արդեն փրկված են։ Նրանք, ովքեր որ կարիք ունեն նվիրման, նրանք, ովքեր որ կարիք ունեն, որ իրանց համար աղոթենք, կա մեկը, որ կուզենա իր համար աղոթենք, որպեսզի նա ընդունի փրկություն։ Շատ լավ, շատ լավ։ Խնդրում եմ ձեր ձեռքերը բարձր պահեք, մեկ ամաչի։ Թող երկնքի զորքը եւ սատանայի բոլոր հրեշտակները տեսնեն, որ այս մարդիկ կարիք ունեն Աստծո։ Ես չեմ ուզում, որ փրկվածները ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր իրենց սրտի մեջ զգում են, որ իրանք կարիք ունեն լուրջ նվիրման, իրանք կարիք ունեն, որ Աստված հղվի իրանց կյանքին։ Թե չենպես ադուս գալիս, որ եղբայրներ քույրեր ջան, դուք փրկված եք արդեն, օրհնված եք ու ձեր միատել եք ուզում ապաշխարեք, ինչ լավ բան է, չէ՞։ Հիշում եմ տարիներ առաջ մի այսպիսի դեպք, մի մեծ պաշտամունքի Վանաձորին, այնպես ստացվեց, որ ձայնագրություն կար, եւ կասետ են, փոքրիկ կասետներով ձայնագրություն են կանում, եւ վերջացավ կասետը, մոտեցանք բեմի մոտ, որ կասետը շրջենք, այդ պահին կոչ արեցին։ Կոչ արեցին, որպեսզի նորադարձները գան։ Հիմա մենք չհասցրեցինք, հետ գնանք, մեկ էլ տեսանք մոտ մի 100-200 նորադարձ sense կանգնեց, ու մենք հիմա չենք կարա հետ գնանք։ Դստիկված նորադարձները հետ կանգնեցինք։ Հիմա եկել են հորներ աղոթել, մեկը եպիսկոպոսը տեսնում է մեզ, Ստեփանավանի եղբայրները, որոնք խորհրդի անդամներ եկել են նորադարձների հետ ապաշխարել։ Ասացիք չէ, մենք պատահական ենք ստեղ հայտնվել։ Ես չեմ ուզում, որ դու պատահական հայտնում ես, որովհետև դու փրկված ես։ Ես ուզում եմ խոսքը վերաբերվի նրան, ով որ իսկապես զգում է, որ նվիրվելու Հիսուսին կարիք ունի։ Ով որ ուզում է, որ իր անունը գրվի կյանքի գրքի մեջ։ Որովհետև ասում է, որ երկնքում կբացվեն գրքեր եւ կբացվի մի գիրք։
եւ նրա անունն է կյանքի գիրք։ Եվ ում անունը, որ այնտեղ գրված չեղնի, կգցվի կրակի եւ ծծմբի լճի մեջ։ Սա ասում է Աստծո խոսքը եւ ես հավատում եմ այս խոսքին։ Խնդրում եմ քո ձեռքը բարձրացան, ոնց որ հոգնեցիք, եղբայրներս քույրս, բարձրացրեք ձեր ձեռքերը։ Խնդրում եմ ոտքի բարձրանանք բոլորս։ Աղտիրոջը, թող երգչախումբը զբաղեցնի իրենց տեղերը, երաժշտությունը թող փոքր ինչնչի։ Ես խնդրում եմ բոլոր ովքեր ձեռքները բարձրացրել եք, հապարեք ես ուզում եմ տեսնել այդ ձեռքերը ովքեր են ուզում նվիրվել։ Խնդրում եմ ձեզ համարձակ եղեք եւ եկեք առաջ ձեզ համար աղոթելու ենք։ Որովհետեւ մեկը չամաչի այստեղ։ Քո փրկության համար մի ամաչի, դու կարիք ունես Հիսուսի։ Խնդրեմ կանգնեք այդտեղ բոլորը։ Նրանք ովքեր փրկվելու, ապաշխարելու եւ նաեւ նվիրվելու կարիք ունեն, թող բոլորը կան առաջ։ Միգուցե դուք ինքներդ եք քրիստոնեական կյանքից։ Զգում եք, որ ձեզ լիովին նվիրվել է։ Զգում եք, որ ինչ-որ բան պակաս է։ Զգում եք, որ դուք այնպեսին չեք, ոնց որ ձեր կողքի քույրիկը, ոնց որ ինքը ամբողջ սրտով նվիրված է, բայց որ ուսում եք, բայց ձեզ մոտ չի ստացվում։ Ես ուզում եմ խոսքս ուղղել նրանց, ովքեր որ երբևիցե չեն աղոթել մեղավորի աղոթ, չեն ասել, «Տեր Հիսուս, ընկներ ինձ, ների ինձ»։ Լավ։ Մենք աղոթելու ենք բոլորս, մենք փակում ենք բոլորս մեր աչքերը, հիմա մեկ փակի խնդրում եմ, լսեք հետո։ Մենք փակելու ենք մեր աչքերը, խնդրում եմ ձեզ, ես աղոթեմ, դուք կրկնեք ինձ հետ։ Ուշադիր ենք բոլորս։ Լսում եք բոլորս, աղոթքը կրկնեք, սակայն հավատացեք ձեր ամեն ասած բառին, հավատքով ասեք։ Ամեն, հավատքով ենք ասում, ամեն մեկ բառը, որ դուրս է գալի մեր շուրթերին, հավատքով ենք ասում։ Ինչ որ մեկը կա, որ ուզում է գա ու ամաչում է, դու այստեղ ես, որ ամաչում ես, ձեռքդ բարձրացրա կա մեկը, չկա։ Միգուցե կա ինչ-որ մեկը։ Եկան, բոլորս եկան։ Շատ լավ։ Որտեղ ես զգում եմ, որ ինչ-որ մեկ մեր կա, որ պետք է գա ու ամաչում է։ Սիրելիներ, ես համարյա տարին մեր անգամ կասում եմ, բայց ոստելում եմ չեն սովորում։ Եպո ավետարանի չկանչում ավետարանի։ Մեղավոր աղոթ կանալի, նրանք ու Աստծուն խոստացել են, մկրտված են, նրանք պետք է առաջ չգան։ Նրանք որ Աստծուն խոստացել են, մկրտվել են, գնացել են աշխարհ, նորից հետ են գալ, նրանք պետք է գան առաջ։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նրանք որ Աստծու հետ ուխտ են կապել, բայց ուխտը ասած, քանդել են ասած, ոչ լուրջ են մոտիկացել դրան, ընկել են, նրանք կան առաջ։ Բայց նրանք որ մկրտվել են, եկեղեցի հաճախում են, հովիվը իրանց ոչ մի նկատողություն չի արել որպես ոգևոր, պետք չի առաջ գա։ Ամեն անգամ, ես ամեն անգամ, ինչքան կոչ եք անում, գալիս են անում։ Իդակ որ իդակ ուտևը չի։ Դու պիտի ապաշխարես ու վсё։ Ապաշխարել նշանակում է աշխարհից դուրս գալ։ Դու պետք է որոշես, որ ոչ մի հույր չարժի, որ ես Հիսուսին կորցնեմ իր ապատում։ Ուրեմն առաջին երջանկամա, ամեն շաբաթ չեն նվիրում, ճիշտ է։ Որոշում են եւ անում։ Տեսնենք, մենք հետևելու ենք։ Ուրեմն որոշումը շատ կարևոր է։ Ապաշխարել նշանակում է զղջալ եւ դարձի գալ։ Շատերը հենց գիտեն ապաշխարել դա նշանակում է զղջալ, այսինքն փոշմանեցի, ոչ։ Ապաշխարել նշանակում է զղջալ եւ դարձի գալ։ Պետրոսը եւ Հուդան գրեթե նույն մեղքը գործեցին։ Պետրոսը զղջած դարձի եկավ,
Հուդան գնաց իրան կախեց։ Ապաշխարել նշանակում է փոշմանել քո ապրածի արածի համար եւ դարձի գալ, նվիրվել պետք։ Ես խնդրում եմ, որպեսզի աղոթենք եղբայրներ քրեր ջան, հագեն մեր աչքերը։ Թող եկեղեցին ցածր աղոթի, շատ ցածր աղոթի, այստեղ ամեն մեկի համար բարեխոսական աղոթ բարձրացնենք, որ Աստված իրանց հաստատի ճանապարհի մեջ, Աստված օրհնի իրանց, որ իրանք հաստատվեն Տիրոջ տան մեջ։ Հիմա բոլորս բարձր աղոթում ենք։ Փառք քեզ Տեր Հիսուս։ Խնդրում եմ հավատքով ամեն մեկ խոսքը։ Շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուս։ Որ դու խաչվեցիր ինձ համար, որ քո արյունը թափեցիր ինձ համար, որ քո արյունով ես ունեմ մեղքերի թողություն։ Տեր Հիսուս, ես խոստովանում եմ, որ մեղավոր կյանքով եմ ապրել։ Տեր, ես մեղավոր եմ։ Տեր, ես շատ մեղքեր ունեմ գործած։ Ես զղջում եմ դրանց համար։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Մաքրիր ինձ։ Սրբիր ինձ։ Ես քեզ հրավիրում եմ իմ սրտիս մեջ, իմ կյանքիս մեջ, որպեսզի դու փոխես իմ կյանքը։ Տեր, ես այսօրվանից ուզում եմ ապրել քեզ համար և քո փառքի համար։ Մաքրիր ինձ, Տեր, սրբիր ինձ, Տեր։ Շնորհակալ եմ, որ դու լսեցիր իմ աղոթքը։ Շնորհակալ եմ, որ դու ներեցիր իմ մեղքերը։ Շնորհակալ եմ, որ քո արյունով արդարացրեցիր ինձ։ Ես հիմա ներված եմ, սրբված եմ և փրկված եմ։ Ամեն, ամեն։ Տան Տիրոջը մեծ ծափահարություններ այս քանչերի մանկանց համար։ Հալելույա, հալելույա, Տիրոջը։ Հիմա ես ուզում եմ, որպեսզի եկեղեցին բարձր աղոթենք, մենք ամենքս աղոթենք իրանց համար։ Աղոթենք ու օրհնենք բարձրացան, ես խնդրեմ, որ Հովիվ Դավիթ եղբայրը այդ աղոթքի բարձրացնի։ Տեր Աստված, ես ուզում եմ, որ դու իրանց աչքերը բացես, ամեն մեկին ով եկել է քո առաջ։ Տեր Աստված, թող իրանց մոտ բնավորություն չդառնա խոստանալու թողնել, խոստանալու գան առաջ չանել, թող ամեն ամիս չգան առաջ, Տեր Աստված, նույն բանի հիմա։ Խնդրում եմ քեզ, Տեր Աստված, իրանց փոխի, Տեր ջան, եթե դու չփոխես իրանց, իրանք չեն կարող փոխել։ Բաց իրանց միտքը, Տեր Աստված, որտեղ իրանց միտքը փակ է, իրանք չեն տեսնում իրանց տերությունները, Տեր։ Սուտը հեռացրու իրանցից, Տեր Աստված։ Օգնի, Տեր ջան, իրանց որոշումը, որ կայացնին այսօր, մինչև 6 հավատալի մնան որոշում։ Քո Սուրբ Հոգու ծորությամբ։ Մյուս անգամ թող չկան դրա հատուր առաջ, Տեր։ Մյուս անգամ թող սաչինի պատճառի չիմայկան այսօր, Տեր։ Սուրբ Հոգի դու բաց իրանց լուրջ մոտիկանան քո խոսքի, լուրջ մոտիկանան Հիսուսի թափած արյունի, զգուշ եղնենք, Տեր Աստված, երբ որ դիմում են Տիրոջը, բաց իրանց միտքը Հիսուսի անունով, քանդի բոլոր պարիսպները մեղքի խաթուր շարվելը, Տեր։ Ես քանդում եմ Հիսուսի անունով ամեն մի միտ, որ Աստծուն չի, ամեն մի կապանք ու պատեր, որ կապեր են մարդու միտքը, Տեր
ինչքան է դարը, ինչքան է ծառը, էլի Տեր Աստված։ Աչքերն ու մտնեն իրենց սրտերի մեջ եւ հանեն այդ արմատները քու Սուրբ Հոգու զորությամբ, որ ոչ մի արգելք չենի աթաղողներին, ոչ մի Տեր Աստված պատճառներ չթողնեն չարին վերադառնալու։ Հիսուսյանով գնա ու այլևս մի հերասի, գնա ու այլևս մի մոտիկացի։ Սուրբ Հոգու իշխանությունն է սրճակում իրասկան։ Սուրբ Հիսուսի այլումն է իրենց վրա։ Տեր Աստված ուրյան քո ծաղկոցի տակ բնակվել, քո շքի տակ հանգստանալ, հանուն Հոր Որդու և Սուրբ Հոգու։ Հալելույա, ամեն։ Կարող նստեք սիրտեր։ Մենք սկանով ավարտին ենք գալ այսօր ամեն հավաքույթը։ Մի քանի հատ հայտարարություններ կա, որ ես կուզում եմ անեմ, ինչև վերջացնեմ։ Որովհետև ով որ ուզում է մկրտվի ու ինքը մտածում է, որ հետ ճամփա չունի, այդ Հիսուսի հետ խաղ չի անելու, այդ ոչ մի բանի պատճառով չի ձգելու իր փրկությունը, թող այսօր մասնակցի մկրտության դասերի, Լևոն աղբերը ինքը պատրաստած այսօր եկել է, որ ձեզի ծառայի։ Ընտրում եմ իրան լսեք, իր խորհուրդները, իրան կարակ հարց տալ, լուրջ մոտիկանանք այդ հարցին, փրկությունը տեկուցվալ երբեք մի քցի, որոշում եք մի ասած, ես ընդունում եմ ինչ կարիք կա, սիրելիներ, մի վրազի, մի անգամից գնաց հավաքույթից, որովհետև Աստված ուշադիր է այս բաներին։ Ոնց դու վերաբերվես մի հյուրին, հետո ուշացած գա, ծեղանը պատրաստ դնես, մի երկու ժամ ուշացած գա, մի կտոր նստի ու վրաց գնա։ Իսկ թվում է դա մի քիչ տարօրինակ բան է, չէ՞։ Երեք մեր Աստծո հանդեպ էլ տենց են։ Շուշանա ու չվրազեն։ Ոնց որ գալեչկա չդնենք փախնենք, էլի։ Դες երբ որ դու գզգաս ու դու չես ուզում գնալ, եմա իմացի որ հոգևոր աճել ես։ Ամին։ Երբ որ դու ներվում ես ասում հավաքույթը կծա, իմացի որ դու հոգևոր աճ ես ունեցել։ Դա ըտուղ է, արդ Տիրոջը։ Իսկ եթե դու շուշուշ ջամին ես նայում, իմացի որ մեղքը քեզ չի թողնում, իր ներկայությանը մեջ նստես։ Միայն մեղքը քեզ կար արգելի, Տիրոջ ներկայությունը դու չվայելես։ Ամեն։ Կարոտած արի, չկշտացած գնա։ Ամեն։ Երանի հոգով աղքատները նրանք պիտի Աստծուն տեսնեն։ Նրանք պիտի ջարակել երկինքը։ Ամեն։ Աստծուն պիտի տեսնեն մաքուր սրտովները։ Հոգով աղքատը չի նշանակում, ես գիտեմ, մկրտությունը կարևոր է, ես գիտեմ, որ մկրտությունը լավ բան է ու չի քայլանում։ Ես մի քիչ կարճ բան ասեմ մկրտության մասին, որ որոշ մարդիկ հասկանան ինչքան կարևոր է։ Հիսուս ասավ. ավետանեցեք բոլոր ազգերին, ով որ հավատա, թող մկրտվի։ Ով որ հավատա, թող մկրտվի։ Ով որ չի մկրտվի, արդեն դատապարտված է։ Մինչև դու չմկրտվես, դու դատապարտված մարդ ես։ Դա Հիսուս Քրիստոսն է ասում։ Ես մարդիկ գիտեմ, որ 20 տարի Աստծո խոսքը լսում են ու չեմ մկրտվում։ Ես մի անգամ առաջին ծառայությունս մկրտական եկեղեցու մի անդամի հետ խոսացի, ասի մկրտված ես, ասավ չէ, բայց ես գիտեմ որ լուրջ հոգևոր է։ Ասի ինչի չես մկրտվել, դե ասում ինչ կարևոր է դա։ Ասի ինչքան տարի է դու եկեղեցի ես գնում, ես ծառայող եմ։ Ասեցի կողովի, ոչ անանչեի ես, կասեի որ ինքը ծառայող չի, եթե դու ծառայող ես։ Ինչքան է մարդուն մոլորասել, որ չմկրտված մարդուն արդեն ծառայություն ա տվել։ Եկեղեցում լուրջ ծառայություն ա, ու մարդը արդեն կարիքել չի զգում, որ ինքը Աստծո հետ չի հաշտվում։ Երբ որ ես ասեցի, որ դա Աստծուն հաճելի չի, հարկ Տիրոջ է մյուս տարիքը մկրտվեց։ Հետո ես շարքային էի ասի, բայց տես իր հոգում չլսեց, իսկ լսեց։ Ես ո՞նց ա եղավ։ Ու ես տեսա, որ Աստծո խոսքը իշխանություն ունի, եթե դու հավատքով սրտանց ցավում ես, կապ չունի մեր եկեղեցին ա գալի, թե ուր ա գնում, ու սրտանց ուզում ես որ մարդը չխապի իր, չկանգնի Աստծո առաջ, ասի ես քեզ հետ եմ Տեր, բայց Տերը իր հետ չեղնի։ Նրանք ով որ կտրված են եկեղեցու, մեղքի պատճառով, նրանք ով որ չեն մկրտվել, նրանք պետք է փափակ ունենան այս աշխարհում, գիտեք ոնց հացից շատ, իրակուր ջրից շատ, դու սաղ կյանքը դնում ես որ աշխատես, չէ, աշխատակից շատ, Եվ Աստված քո սիրտը կենաց ուտես փափակ ունես, հասկանում ես, այդ վաղ քեզի կարդարացնի ինքը, ամեն, որովհետև ես Բեգլարը եկեց այդ եկե, Երանի արդարության
քաղցածները եւ ծարանները։ Այսինքն դու հացու ջրի պես մի կարիք ունեմ, Տեր, չեմ ուզում սենց վիճակով կանգնեմ քո առաջ։ Ես քո կարիք ունեմ։ Դա շատ լավ վիճակ է, պետք է երանելը։ Երանելը շատ լավ դու երջանիկ ես, եթե դու տենց վիճակ ունես։ Իսկ եթե դու սպասում ես ինչ-որ բանի, օրեր գնում են։ Նշանակում է դու լուրջ չես ոնի բանի Տիրոջը։ Դու իա վերքերը չես գնահատում։ Ված գնացեք մի ասենց տեսարան, մկրտվեց, Հիսուսը մեղքեր գործել, որ ինքը մկրտվեց։ Ինքը աստծո հետ հաշտվելու կարիք ունեն, չի մկրտվեց։ Արդեն հակառակորդը քեզ ասում է մի մկրտի, դու արդեն Աստծուն հակառակ ես։ Հիսուսը կարիք չուներ մկրտվելու, ինքը մկրտվեց, Հովհաննեսը դաժե վախեցավ, ասավ ես քեզ դի մկրտեմ, ես ով եմ, քո ոտքերի շնորհքներ իրավունք չունեմ, ասավ մկրտի, որ ամեն ճշմարտություն կատարվի։ Ինքը դաժե քեզ օրինակ ծառայեց։ Դու Հիսուսից առավելը չես, այսօր հավատա, ու էլի դու դրա կարիք ունես մկրտվելու։ Լուրջ մոտիկացի կուացի, մի ասա եկուց մկրտեմ, մի այսօր անհարգի եկուցվա հոմա։ Դու ամեն եկուցըտ դու անհարգում ես պրոստը։ Ես չեմ հավատում, եթե մեկը, եթե Պուտինը ստեղ կամ ասել, ով ասում ինձ այդ հնգերություն ան, դու ասել եկուց կասեմ քեզ։ Ստեղ մի հատ մարդ չկա, այդպես պատասխան տաշտե։ Եթե ստեղ մի հատ մարդ անեք, ասել եկուց ես մտածեմ կասեմ քեզ այդ հնգերությունն եմ։ Հիսուս հնգերություն անելը մի գծի եկուց արդեն է դա։ Այդ պահելաձևը արմատացնում է քո միջի մեղքը, հակառակությունը։ Այսօր չէ, եկուց գնա։ Ու այդտեղ սատանան քեզ եկուց անելով կարա դժոխ տանի խաբար չունես, մի վստահ եղի։ Հակության մեջ ասում է դու կարծում ես հարուստ ես, բայց դու խեղճ ես։ Խորհուրդ կտամ քեզ ինձանից յուղ առնես, աչքերիդ գցես։ Շատ մարդիկ մտածում են, դե մենք գիտենք Աստծուն, մենք աղոթում ենք, մենք Տիրոջը, իսկ ես մի հատ հարց տամ քեզ, աղոթող աղբեր կա քուր։ Ինչ երաշխիքներ ա քո միջոցով կատարվել։ Չէ՞ որ նշան կա։ Նրանք որ հավատացել են, նրանք ում որ ձեր դու բժշկվում են, քո կյանքում դու արել ես այդպես բան։ Նրանք որ ավետարանում են մարդիկ փրկվում են։ Դու մարդ բերում ես քեզ ասած օգտագործումը։ Դևերը փախչում են, որ դու մտնում ես սենյակ։ Օրինակ ես աղոթել եմ, կախարդը չի կարողացել իմ այդ երեգանը վրա գուշակի։ Ու սա իմ նշան է, որ դևերը չեն կարա իմ դեմս կտրել, որտեղ Տիրոջով եմ անում։ Իրաք երեգին եկավ, ասում է, ես ոնց եղավ, ես գնացի տղուս հիմա հարցնեի, թե ինչ անեմ։ Զոնքասը գիտես, Դավիթ Ուրիման աղոթք են արել։ Դրա մեր գուշակ ասավ, ես այսօր չեմ կարա քորի։ Հետևից է, ասի մի գնա, մեկացավ գնաց։ Գիտեք ինչն է սարսափելի։ Մի հատ հարց տվեցի, ինչի ես գնում։ Գնանք Հիսուսի մոտ, թող Հիսուսի մարդը քորի գուշակի, sense ասա, հա։ Չէ՞ մարգարեներ կա ասում, ինա, ասում գնանք այնտեղ, բալկի Սուրբ Հոգին քեզ ասի, թե դու ինչ անես երեխուդ ընտանիքին քանդվելու պատճառով ոնց անես դուրս գաս։ Գիտես ինչ պատասխանից տվեց։ Իսկ կյանքից մեջ չեմ բողել։ Բայց ես Աստծուն շնորհակալ եմ, որ անկեղծ ինքը պատասխան տվեց։ Ասավ ես գիտեմ ում Հիսուսը ասում է։ Պրոստը Հիսուսի պայման ինձ ձեր չի տա։ Բաց ինքը ասում է սպասի։ Իսկ գուշակ ասում է, հենց իմի, հողը քցի կտամ։ Ասում է գուշակ քեզ խապում է։ Ապագա ներկատ գիտի, անցյալը գիտի, քեզ խապում է։ Քեզ իվի մեր առաջը դնում է գուշակ ես։ Այդ ձեր մարդիկ, գիտես որ գալիս են ապաշխարության, այդ ձեր մարդիկ յուրահատուկ աղոթք է պետք անել, որ գուշակի են գնաց։ Դրա համար մկրտելուց առաջ հարցնում եմ քույրիկներին, դուք գուշակի մոտ եղել ես։ Դրա հետևանքները սարսափելի հետևանք կա։ Աղբերներին հարցնում են դու գնացել ես բախնայողի մոտ։ Հատուկ աղոթներ կա, քանդվի այդ կապանքները։ Աստծու հետ խաղ չեն անում սերնես։ Հերիք աշխան խաղացին մեր աշխարհի վաղը, մնաց հիմի խաղան։ Ինքը դրան արժանի չէ։ Ինքը արժանի որ իրան պատվենք, սիրենք։ Մինչև այսօրս մենք արժանի ձևով չենք պատվում սիրում։ Հավատացեք, էլի թերի է, բայց բերեք, չգցեք եկուցվա, եկուց կպատվեմ քեզ Հիսուս ջան։ Եկուց ես կորոշեմ, հոգևոր խորանամ, եկուց ես կորոշեմ, գամ քեզ թե չգամ։ Մի անարգի Հիսուս Քրիստոսի, նա դրան արժանի չի։ Ստեղ երկու տարբերակ կա, կամ դու չես հավատում, կամ անարգում ես, երրորդ տարբերակը ես չգիտեմ։ Եթե արտակ աղբերը գիտի, եկավ ասի, ես չգիտեմ։ Ես ինձանով գիտեմ, ես եմ տենց արել։ 9 տարի ես սիտես չէի տար Հիսուսին, ես չգիտեմ ոնց եմ ապաշխարել։ Եկա կանես կարող եմ ուշացել, ընդունես ինձ, ես եմ խտրվել։ Ես կարամ կամ առաջ, ինձ աղոթ կարելի անեմ, ես եկամ պեղծվեց ես աշխարհում գիտակցաբար։ Դու իմ մարդը չես, որ չես իմացել։ Նույնիսկ դու չես ուզում Հիսուսին ու Տեր ու Փրկիչ կոչես, նա այդ հաղորդակից եղնես։
Չես ուզում նրան խոստանաս ու բարի խիճմետանքով նրան ծառայես։ Մկրտողներին, հովիվները մկրտում են չեն ասում, խոստացու ու մեկ չես գործի։ Ինձ դենց հարց չեն տվել, քեզ էլ չեն տա։ Ընդ ասում խոստանում ես սաղ կյանքդ իրան ծառայես բարի խիճմետանքով։ Ոնց կարաս, ասինքն ինչ ուժ ունես, տանով ծառայի իրան, Աստված է քո տեղը կանի սաղ, ինչ պետք է։ Դու քեզանով չես կարող մեկերից մաքրվես։ Մինչև այսօրս մենք մաքրվում ենք, մկրտվածներս, հովիվս, ես մարմինս, պեղծության մեջ մեռած մարմինը։ Մի վայրկյան աչքս թեքում եմ, գնում եմ հերքերի հետևանքով։ Ես ամեն օր, ամեն առավոտ նորոգվում եմ Հիսուսի ողորմությունով, ամեն առավոտ։ Ու ես չեմ ուզում արևը ասնի իմ բարկությանս լինի։ Նույնն է դու ես անելու, սիրելիս։ Հələ մի տեղ ավետարան բացեք, տեսեք գրած է, խոստացիով մեղ չես գործի, ոչ մի տեղ Աստված չի ասում, ասում է մեղքը թողեք, ասում է, բայց չի ասում մեղ մի գործի։ Մեղքը թող, սիրու հետ ես ապրում, թող իրան դուս արի, եթե Հիսուս սիրում ես, Հիսուս քեզ թանկա թող, խաբեմ այ գործ ունես, խաբելով ես թող աշխատում, թող, հետո գաս տիրոջը իրան ուխ կապես, սիրելիս։ Քեզի ամեն անգամ է բգնես, քեզ Աստված հնարավորություն է տվել, գտնես քո մեջ, խոստովանես, թողնես, ամանչես արածից։ Հետո ամոթ չկա մարդու մեջ, այդ մարդը կորած մարդ է, գիտեք, ասում ամոթ կորցրած մարդ, իմացել է, խիչը վարված մարդ է։ Կարող է ինձ ինչ-որ մի բան դենակ, ասել թերություն, ես փոխում ինչ-որ բաներ մեջ, վերջ է, շփվենք մի քիչ, իջուտ գամ։ Գնալուց եմ մի ժամ ժամանակ ունեմ, մինչև Լևոն ախպերը պարապում է ժողովրդի հետ, մենք այդ մի ժամը կանանք իրոջ հետ տրավալենք շփվան, ամեն։